Հոգեբաններն ասում են, որ մարդկանց մոտ բարձր տրամադրություն է լինում հատկապես այն օրերին, երբ ստանում են աշխատավարձ, պարգև, նվեր, անսպասելի ինչ-որ գումար։ Չնայած այս ամենին փողի հետ կապված հիմնական հույզը մնում է վախը, հատկապես երբ մարդ-փող հարաբերությունները կապ ունեն պատասխանատվություն, ընդհուպ պատիժ ենթադրող երևույթների հետ։ Օրինակ կաշառքի, որի տեսակներից մեկը ընտրակաշառքն է։ Մի կողմից վախն է, մյուս կողմից գայթակղությունը։ Բայց մարդը այնպես է ստեղծված, որ կարող է իր յուրաքանչյուր արարքի համար բացատրություն ու արտարացում գտնի։ Սա ինքնապաշտպանական գործողություն է օրենքից չպաշտպանվող մարդու համար։ Մենք կարող ենք ինքներս արդարացնել մեր ամենաբացասական, ամենաանբարոյական արարքները եւ վարքի դրսեւորումները։ Հավանաբար իրենք իրենց ներսում գտնում են մի արդարացում, դա կոչվում է ռացիոնալիզացիա։ Ես վերցրեցի, որտեվ եթե ես չվերցնեի, ուրիշն էր վերցնելու, վերցրեցի, որտեվ երեխային դեղորայք էր պետք, տարբեր այդպիսի ես պատկերացնում եմ, որ ինչ ռացիոնալիզացիաներ կարող են լինել, եւ այդ պաշտպանական մեխանիզմը թույլատնում է տագնապը, բարոյական տառապանք այլևս չկա, որտեվ դու սկսել ես բացատրություն գտնել, ինչու ես դա արել։ Այն, որ ընտրակաշառքը հիմա նորից շատ քննարկվող թեմա է դարձել, փաստում են համապատասխան գերատեսչությունների վիճակագրական տվյալները։ Մյուս կողմից ակնհայտ է դառնում, որ ընտրակաշառքը այլևս հեշտ տրվող ու վերցվող գումար չէ, ինչպես նախկինում էր։ Հիշում եք, երբ քաղաքական ուժերը բաց ասում էին, թե վերցրեք, եթե ձեզ գումար են տալիս, բայց ընտրեք ում ուզում եք։ Ընտրողներն էլ էին համաձայն այս տարբերակին, դեռ մի բան էլ կարող էին նույնիսկ տեսախցիկի առջև անկաշկանդ խոստովանեին, որ հենց այդպես էլ արել են եւ չկրեին որևէ պատասխանատվություն։ Իսկ հիմա համընդհանուր վախի եւ տագնապի վիճակ է ստեղծվում, յուրաքանչյուր մարդ մտածում է, արժե արդյոք այս գումարը վերցնեմ, եթե վերջում հնարավոր է եւ այնտեղ գրված է 7 տարվա ազատազրկում է սպասվում։ Դա հստակ հաղորդագրություն է, որ մարդու մեջ կարող է առաջացնել բավականին շատ խոչընդոտներ, վստահ եմ, որ որոշ տոկոսը կխուսափի ընտրակաշառքից, հատկապես այդ պատճառով դա շատ խելացի քայլ էր։ Վերջին օրերին Հայաստան օդային կամ ցամաքային ճանապարհով մուտք գործող բոլոր քաղաքացիներին հենց անցակետերում բաժանվում են այսպիսի նախազգուշացնող թերթիկներ։ Դրանցում 3 լեզուներով գրված է, որ ընտրելու համար գումար վերցնելը նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում, բայց ընտրակաշառքը միայն գումար չէ։ Ընտրություններին մասնակցելու կամ որևէ քաղաքական ուժին քվեարկելու համար ընտրակաշառք, գումար, գույք կամ ծառայություն ստանալը հանցագործություն է։ Ընտրակաշառք է նաև քվեարկելու համար ճանապարհածախս, բժշկական ծառայությունների ծախս, ուսման վարձ, կոմունալ վճարներ ստանալը կամ որպես աշխատող ձևական գրանցվելն ու առանց աշխատելու աշխատավարձ ստանալը։ Ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն ունեն բոլոր իրավական ու տեխնիկական հնարավորությունները ընտրակաշառք տված եւ ստացած անձանց բացահայտելու համար։ Նաև ծանուցում կա այն մասին, որ քվեարկությունը գաղտնի է եւ ոչ ոք չի իմանա, թե ում եք քվեարկել։ Կա լուրջ պատժաչափ նաև այս օրինախախտման համար։ Եթե ձեզ պարտադրել են նկարահանել քվեաթերթիկը կամ դուրս հանել մյուս քաղաքական ուժերի քվեաթերթիկները կամ այլ կերպ ցույց տալ, թե ում եք քվեարկել, դա հանցագործություն է, որի համար նախատեսված է մինչև 5 տարվա ազատազրկում։ Քվեարկության գաղտնիությունը ոչ միայն ընտրողի իրավունքն է, այլև պարտականությունը։ Մի թողեք, որ ձեզ դարձնեն հանցագործ։ Տեղամասում ամեն ինչ մտածված է այնպես, որ դուք կարողանաք գաղտնի պահել, թե ում եք իրականում ընտրել, մոլորության մեջ գցելով ձեր քվեարկությունը ապօրինի վերահսկողին։ Ընտրակաշառքը սակայն հոգեբանական մեծ ներգործություն ունեցող միակ խնդիրը չէ։ Մեծ ազդեցություն ունի նաև նախընտրական քարոզարշավի խոսույթը, պատերազմ թե խաղաղություն, գուբերնիա, ինքնության կորուստ եւ այլն։ Մյուսը Ռուսաստանից հնչող ազդակներն են՝ հանքային ջուր, կոնյակ, ծաղիկներ, հիմա հերթահայկական մրգերին է հասնում։ Սա էլ տնտեսական շանտաժի լեզուն է։ Դրանք շատ պարզ հոգեբանական մեխանիզմներ են, մանիպուլյացիոն ձևեր են, վախը եւ տագնապը, հարուցած տագնապը կարող են պատճառ լինել, որ մարդը ենթարկվի ձեր ուզած որոշմանը։ Ամբողջ ընտրաշավի տրամաբանությունը կազմակերպվում է հատկապես նրանց ուղղությամբ, ովքեր չկողմնորոշված են։ Մյուս կողմից նաև միշտ չէ, որ վախը ամենալավ միջոցն է սեփական սանկցիաները պարտադրելու համար։ Հոգեբան Խաչիկ Գասպարյանի կարծիքով կարող է նաև հակառակ էֆեկտը տեղի ունենալ։ Կամքի կամ հոգեբանության վրա ճնշումները գիտակցված ընտրությունը կարող են փոխարինել հույզերով, բայց ոչ միշտ է, որ այդ հույզերը արտահայտելու են վախ եւ տագնապ։ Արտակ Հովհաննիսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։